Քաղաքաշինության նախկին նախարար, ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը վերականգնել է պետությանը պատճառած 36 միլիոն 580 հազար դրամ վնասը։ Դեռևս 2020 թվականի օգոստոսից քննվող քրեական վարույթով նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն բազմաբաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքերը օտարելու վերաբերյալ մի քանի դրվագներով վարույթ։ Ընկերությունը հանդիսացել է պետական ընկերություն, որի 83 եւ ավելի տոկոս բաժնեմասերը պատկանել են Հայաստանի Հանրապետությանը եւ քաղաքաշինության նախարարությունը հանդիսացել է նշված ընկերության բաժնետոմսերը տնօրինելու իրավասություն ունեցող մարմինը։ 2008 թվականին Ջերմուկ Ինտերնեշնլ ընկերությունը ցանկություն է հայտնել ձեռք բերել քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնին պատկանող 3.5 հեկտար հողատարածքը։ Օգտվելով հանգամանքից քաղաքաշինության նախկին նախարարը սկսել է կենտրոն, Արաբկիր եւ Նոր վարչական շրջաններում գտնվող 4 անշարժ գույքերի ապօրինի ձեռքբերման գործընթացը։ Գույքերի շուկայական արժեքը 2008 թվականին կազմել է ավելի քան 56 միլիոն դրամ։ Անշարժ գույքերը գտնվել են Երևան քաղաքի Աղայան փողոցի 7-րդ շենքի 97-րդ հասցեում, Լեոյի փողոցի 9-րդ շենքի 35-րդ հասցեում, Ավետիսյան փողոցի առաջին շենքի 42-րդ հասցեում եւ Մոլդովական 24/5 շենքի 46-րդ հասցեում։ Եվ քաղաքաշինության նախարար հանդիսացած անձը առանց համապատասխան հիմնավորումների այդ 4 անշարժ գույքերը, որոնք հանդիսացել են ըստ էության նկուղային տարածքներ եւ դրանցում տեղադրված են եղել երկրաշարժերի կայանները ֆիքսող սարքեր, ներառել է կառավարության որոշման մեջ առանց համապատասխան հիմնավորումների եւ նախագծում, ինչպես նաեւ հիմնավորումների մեջ դրանց վերաբերյալ որևէ բան չի նշվել, այլ առանձին հավելվածներով դրանք գծվել են կառավարության որոշման նախագծին։ Այդպիսով կառավարությունը հաստատել է անշարժ գույքերը Ջերմուկ Ինտերնեշնլ ընկերությանը օտարելու որոշման նախագիծը։ Իդեմս Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի 3/1 հասցեում գտնվող անշարժ գույքերի թվով 4 անշարժ գույքեր նույնպես օտարվել են Ջերմուկ Ինտերնեշնլ ընկերությանը։ Այնուհետև այդ օտարումից 3 ամիս չանցած հիշյալ անշարժ գույքերը Ջերմուկ Ինտերնեշնլ ընկերությունը օտարել է արդեն նույն անձի փոխկապակցված անձանց ընտանիքի անդամներին, մասնավորապես նրա երեխաներին եւ կնոջ եղբորը։ 2025 թվականի օգոստոսին քաղաքաշինության նախկին նախարարի եւ նրա հետ փոխկապակցված 4 անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ջերմուկ Ինտերնեշնլ ընկերության նախկին տնօրենին մեղադրանքի առաջադրվել Վարդանյանի պաշտոնեական դիրքի չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաեւ փողերի լվացում կատարելու համար։ Իսկ պաշտոնատար անձի ընտանիքի անդամները եւ կնոջ եղբայրը մեղադրվել են փողերի լվացման համար։ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը եւ 50 միլիոն դրամի գրավը, մյուսների նկատմամբ բացակայելու արգելքը։ Ըստ էության արարքը ավարտվել է 2009 թվականին, որից ելնելով թեև հիշյալ անձանց մեղսագրվում էր առանձնապես ծանր բնույթի հանցագործություն, այնուամենայնիվ արարքի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են եղել եւ հիշյալ անձին չեն առարկել, որպեսզի իրենց նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդումը դադարեցվի ոչ արդարացնող վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով եւ ներկայացրել են հիշյալ հանգամանքը հավաստող դիմումներ։ Նշվածը հաշվի առնելով, որ առկա է եղել քրեական պատասխանատվությունից ազատելու օրենքով նախատեսված հանգամանք, վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված Երևանի Աղայան փողոցի 7-րդ շենքի անշարժ գույքը, որի շուկայական արժեքը 35 միլիոն 700 հազար դրամ է, դեռևս պատկանում է Վարդան Վարդանյանին։ Նա բացի վերադարձված գումարից պատրաստակամություն է հայտնել վերադարձնել նաև վերոհիշյալ գույքը նվիրատվության կամ ցանկացած այլ եղանակով։ Այս մասով արդեն իրավական գործընթաց կա։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։